Այո եւ ոչ, նախագծի 18-րդ օր, նոյեմբերի 30։ Այո եւ ոչ, մենք մեր երկրի հյուսիսում ենք։ Սիրելի ծովագյուղցիներ, եթե կարելի է մի փոքր մոտիկացեք, որպեսզի լսենք միմյանց։ Ես Նարեկ Այվազյանն եմ, ներկայացնում եմ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը եւ ոչի կողմնակից եմ, որպեսզի մեր քաղաքացիները իրենց կամքը արտահայտեն, գնան ոչ քվեարկեն այս սահմանադրական փոփոխություններին։ Ունեմ մեր քաղաքական թիմի պատկանները, որոնք ունեն կայացնել ձեր։ Մինչև բարեփոխումներին բուն անդրադառնալս նախագծին նկատի ունեմ։ Կանրադառնամ գործընթացին։ Այսօր դուք քաշ տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում խիստ կարևոր հարցեր կան, որոնք մնում են չլուծված։ Ավելին ասեմ, ավելի են խորանում։ Օրինակ սոցիալ-տնտեսական հարցեր կան, կոռուպցիա, գործազրկություն, արտագաղթ, աղքատության 30-ից ավել տոկոս։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ խնդիրների լուծման կարիքն ունեն այսօր եւ կարիք չունեին կառավարման համակարգի փոփոխության, որը ներկայացնում են մեր գործընկերները։ Իրական պատկերից ելնելով գործընթաց չի ըստ մեզ սա։ Այս գործընթացը չէ, որ պետք է բարելավի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Ինչն է խանգարում իշխանություններին, որոնք ունեն բացարձակ իշխանություն, իրականացնել բարեփոխումներ, ռեֆորմներ, որոնք կնպաստեին աշխատատեղերի բացմանը, բազմաթիվ հանցագործությունների բացահայտմանը։ Ով էր խանգարում նրանց, որպեսզի սահմանադրության, գործող սահմանադրության մեջ գրված, որ օրենքը հավասար է բոլորի համար, իրականացնեին։ Կարող եք ինձ ասել, հարգելի ժողովուրդ, կա այդ հարցերի պատասխանը։ Արդյոք սահմանադրությունն է իրենց խոչընդոտել։ Իհարկե ոչ։ Սա որպես գործընթացի մի մասը մեզ անվստահություն է ներշնչում, որպեսզի գնանք եւ իրենց առաջարկած փոփոխություններին կողմ հանդես գանք։ Հիմա անդրադառնամ բուն սահմանադրության բովանդակությանը։ Սահմանադրության մեջ 89 հոդված արդեն կարող եք նայել, որը ցավոք սրտի մեր իշխանությունները մի տարի առաջ արդեն պետք է իրավաբանների, սահմանադրագետների բերեին եւ ձեր հետ խոսեցնեին, հարցնեին ինչ խնդիրներ կան, որ դուք եք տեսնում, դիտողություններ ու առաջարկություններ անեիք, որոնք տեղ գտնեին այս սահմանադրությանը, ոչ թե արամարեին մեզ բոլորիս։ Սարքեին իրենց ուզած ձևով, իրենց չափերով եւ բերեին ասեք այո կամ ոչ։ Մի տարի առաջ այս գործընթացը պետք է լիներ, մենք չպետք է գայինք դրա մասին խոսեինք։ Ցավոք սրտի եկել է այս վիճակը, մենք պարտադրված ենք ասել ինչ խնդիրներ կան։ 89 հոդվածում նշված է, որ օրինակ դիտարկենք sense մի հատ օրինակ ավելի լավ է։ Ենթադրենք անցնում են 4 քաղաքական կազմակերպություններ ազգային ժողով մեր տված քվեներով 23, 23, 26 եւ 28%-ներով։ Ձևավորվում է կոալիցիա 3 քաղաքական ուժերի կողմից 23, 23 եւ 26%-ներով,
Որոշ ժամանակ անց մեկը նրանցից որոշում է դուրս գալ։ Քաղաքական հայտարարություն է անում, դուրս է գալիս։ Ինչ որ պատճառներից ելնելով։ Ազգային ժողովում դադարում է բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիա լինել։ Դա առաջացնում է քաղաքական անկայունություն։ Դիտարկենք երկրորդ օրինակը, եթե գնում են երկու առավելագույն ձայներ հավաքվածները, մրցում են երկրորդ փուլում։ Դրա արդյունքում հաղթում է ինչ-որ մեկը, ու այս նախագծի մեջ 89 հոդվածի տված հնարավորությունով, եթե մենք ենք ընդունում, ուրեմն մենք իրավունք ունենք միայն փոխելու դա, եւ ոչ թե այլ մարմին։ Հիմա հաջորդ հոդվածը կարևոր, 205 հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքները հնարավոր է փոփոխել հանրաքվեի միջոցով։ Ռեգլամենտ։ Կասեք հիանալի է, ես ավարտում եմ։ Կասեք հիանալի է, հանրաքվեը մենք ենք ասելու փոփոխվի մեր հանրապետության տարածքները, թե չէ։ Բայց արդյոք մենք ուզում ենք մեր տարածքները փոխվի։ Մենք արդեն միջազգայինորեն ճանաչված տարածքներ ունենք։ Գործնելի ու ռիսկային տարբերակ է։ Այդ բառակապ
Արմյուզը եւ Ամեկ Պլյուսը ներկայացնում են Կարեն Քոչարյանի նոր հեռուստանախագիծը։ Նոյեմբերի 13-ից սկսվել է քաղաքական հասարակական գործիչների ուղևորությունը մեր երկրով։ Այն կտևի մինչև դեկտեմբերի 2-ը, 20 օր։ Շուրջօրյա ուղիղ եթերը սկսված է։ Քաղաքական հասարակական գործիչներից 8-ը ուղևորվում են Հայաստանի հարավ, մյուս 8-ը հյուսիս։ Նրանք ունեն մեկ նպատակ՝ տեղեկացնել հանրությանը սահմանադրական բարեփոխումների եւ առաջիկա հանրաքվեի կարեւորության մասին։ Ուժերը բաշխված են հավասարաչափ։ Յուրաքանչյուր ուղղության 8 մասնակցից 4-ը կողմ է սահմանադրական բարեփոխումների նախագծին, իսկ 4-ը դեմ։ Այո եւ ոչ։ Միացեք Ամեկ Պլյուս հեռուստաընկերության լայվ սթրիմին Ամեկ Պլյուսի կայքում, ինչպես նաև հետևեք Arnews-ին YouTube-ում։ Arnews հեռուստաալիքը շուրջօրյա եթեր կհեռարձակի այո եւ ոչ հեռուստանախագիծը։ Արդեն իսկ այդ հանդիպումները եթերում են համադրված Arnews հեռուստաընկերության մշտական հաղորդումների հետ։ Միացեք նաև մարզային հեռուստաալիքներին եւ հենց ձեր բնակավայրում ուղիղ եթերում կարող եք տեսնել ինքներդ ձեզ։ Առաջին անգամ հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին իրական ռեալիթի հեռուստանախագիծը, որն ունի քաղաքական, հասարակական եւ սոցիալական ուղղվածություն, ընթացքի մեջ է։ Այս ամենը մեր երկրի հասարակական եւ քաղաքական ակտիվ գործիչների մասնակցությամբ։ Նրանք միասին փորձում են բացատրել, թե ինչու այո եւ ինչու ոչ։ Նրանք հայրենի ժողովրդի հետ միասին կապրեն 20-օրյա կյանք։ Նրանք միասին խոսում են ու դեռ կխոսեն մեր երկրի ու մեր մասին։ Նրանք խոսում են ուղիղ եթերում։ Նրանք միասին անցնում են մեծ ճանապարհը։ Ճանապարհ, որն անցնում է հայրենի երկրի ամբողջ տարածքով, հյուսիսից հարավ եւ հարավից հյուսիս։ Բաց չթողնեք իրական մարդկանց իրական դիրքորոշումների ուղիղ պատմությունը։ Դիտեք շուրջօրյա Ամեկ Պլյուսի եւ Arnews-ի եթերում։ Ահագին բան արավ։ Մեզի մեխանիզմները տրամադրել, մեզի ահագին ժողովուրդ, եթե մի հատ սխալ եմ ասում, չսողասեն սխալ ասում։ Ես որպես Ծովագյուղի բնակիչ եմ խոսում, ոչ մի բան։ Ես ոչ կուսակցություն ունեմ, ոչ էլ եսիմ ինչ ունեմ։ Մենք այսօր մեր մարզպետից էլ, մեր գյուղապետից էլ, մեր նախագահից էլ շատ շնորհակալ ենք, որ մեզ այսքան տեխնիկայով ապահովել են։ Մենք ձեզ ուղղեք։ Մոտից երիտասարդները գին արտագաղթում են կամ գնում են արտագնա աշխատանք։ Իսկ ինչի չեն ապահովել իշխանությունները։ Իշխանությունները ում գովաբանում են։ 5 տարի առաջ հնարավորություն ստեղծել, որ դա ես իշխանություն չեմ եղել։ Չէ, ես իշխանություն չեմ եղել։ Բարգավաճ Հայաստան։ Ես ոչ իշխանություն եմ եղել, ոչ։ Ոչ հանրապետականի կողմն եմ, ոչ բարգավաճ։ Դուք որտեղ եք աշխատում։ Ես աշխատում եմ Ծովագյուղում։ Որտեղ, ինչ եք աշխատում։ Լավ, հեսա ելույթ ունենանք, հետո հարցերով բան կանենք, այդ հարցերի Եթե դուք գոհ եք գնացեք այո քվեարկեք ու։ Արի ջան, արի մի հատ հարցը։ Դուք ճիշտ եք ասում, հիմա ուղղակի քանի Ուղղակի պետք է լսեք ինչ ենք ասում, նոր մեկը իր ասելիք ասի, հետո դուք կտակ էլի։ Նախ ասեմ, որ շատ ճիշտ բան եք ասում, անկեղծ ընդունում եմ, բայց ես որպես այդպեսին երիտասարդ գործիչ եմ ու իմ առաջի քայլերն եմ անում ու պատասխանատու չեմ նախորդների ու ավագ սերնդի համար։ Սա մեկ։ Երկրորդը, ընդհանուր առմամբ ձեր ասած խնդիրը, որ համայնքապետը լավ աշխատում է, չէ, խնդիրները լուծում է գյուղի մասշտաբով, բայց ներողություն էլի։ Հա։ Նախագահ Դեմետար համայնքապետին չի կարող։ Հեսա վերջացնեմ, կլինի։ Ահա տեխնիկական պարկ։ Դու տեսել եք թե չէ։ Հիմա կլինի վերջացնեմ։ Նայեք, Ծովագյուղը Երևանում, կոնկրետ երևանցիների համար ձեզ կարող է գաղտնիք են բացահայտում, ասեմ իմանաք, համախմբվածության խորհրդանիշ է։ Երբ որ երևանցիները ինչ-որ օրինակ են ուզում իրար բերեն, քաղաքականության մեջ անկեղծ եմ ասում սա։ Ու այն փաստը, որ դուք ասում եք ունեք լավ համայնքապետ, համայնքն էլ միավորված, այդ մենք գիտենք։ Ուստեղ գալուց առաջ էլ գիտենք ինչ համայնք ենք եկել։ Այնպես չի, որ առանց իմանալու եկել ենք այս։ Շատ օրինակ էլի համայնքա, բայց ցավոք սրտի միաբանված համայնքները ու համայնքային կազմակերպությունները Հայաստանում չեն կայացել։ Օրինակ Ծովագյուղի պես համայնքները այս մի ձեռքի վրա կարակ հաշվեք։ Ինչ է սա նշանակում։ Հո համայնքի
համայնքի բնակիչները մեղք չունեն, որ իրանք ձերպես համախմբված չեն, չէ, ու չունեն լավ ղեկավար համայնքի, իրանց խնդիրները չեն լուծվում։ Բա պետության ֆունկցիան նրանում է կայանում, որ ինքը պետքա բոլոր համայնքներին, անկախ նրանից Սովագյուղի պես կազմակերպված ու միաբանված են, թե ասենք այլ գյուղի պես անմիաբանված ու չկազմակերպված, հավասար ձևով պետքա կազմակերպի։ Սահմանադրությունն էլ պետության կառավարման փաստաթղթային տարբերակն է։ Այսինքն ըստ սահմանադրության այս ձևակերպումների պետությունը պետքա ապրի կամ չապրի։ Հիմա ստեղ խնդիրը ուրիշ բան է։ Ես որպես ոչի ներկայացուցիչ մի համոզմունք ունեմ, որ անկախ նրանից թղթի վրա ինչ է գրած լինելու, եթե իշխող թիմը որոշել է, որ պետքա իրանց ծանոթ բարեկամ խնամիներին առաջ տա, ոչ թե օրինակ բարձրագույն կրթություն ստացած մարդկանց, ոչ թե օրինակ հավասարություն դնի օրենքի առաջ, դատական հավասարություն լինի, արդարադատություն լինի, կապ չունի ինչ թուղթ է գրած լինելու, ինչ օրենք է գրած լինելու։ Սա պրինցիպիալ մոտեցում է։ Ես առաջին հերթին, երբ որ Տիկին Եսայան ասում է, մարդիկ դեմ են արտահայտվում, որտեվ սա այս թիմն է առաջ բերել, շատ ճիշտ է ասում։ Իհարկե, այս թիմին պետքա դեմ արտահայտվենք, որովհետև ցավոք սրտի մենք չունենք այն կազմակերպվածության աստիճանը, ինչը որ դուք, եւ դրա պատճառով պետությունը, որ պետքա ֆունկցիան վերցնել իր վրա, մեզ բոլորիս ապահովել են ամեն ինչով, ինչ որ ձեզ է տվյալ դեպքում ապահովել, չի ապահովում։ Ընդհակառակը պետության քաղաքականությունը թե ներքին, թե արտաքին նպաստում է մի բանի՝ արտագաղթի ու հիասթափության։ Ինչ է սա նշանակում, որ ինպես երիտասարդները Հայաստանում ցավոք սրտի ապագա չեն տեսնում։ Ու այդ ապագա չտեսնելու պատճառը ոչ թե այն է, որ մենք հացի փող չենք կարում ճարենք, այլ են որ տեսնում ենք, որ արդարադատություն չի գործում, որ հավասարություն օրենքի առաջ չկա։ Ու այստեղ գալիս է մի հատ մեծագույն խնդրեմ ու հարց, ինչի համար է իշխանություններին պետք է եկել սահմանադրության նոր նախագիծ առաջ բերել։ Պատասխանեմ, որովհետև 2018 թվականին ավարտվում է Սերժ Սարգսյանի կառավարման ժամկետը եւ այդ ավարտից հետո ինքը չի կարող երրորդ անգամ տեխնացություն դնել եւ ղեկավարել։ Ներողություն վերջացնեմ, էլի։ Հիմա ըստ այս տարբերակի փաստորեն ինքը որևէ պատասխանատվություն չկրելով դառնալու է հանրապետական կուսակցության ղեկավարը եւ շարունակելու է երկիրը կառավարել։ Ես որպես երիտասարդ գործիչ, երիտասարդության ներկայացուցիչ չեմ ցանկանում, որ այս թիմը ղեկավարի, որովհետեւ 15 տարի տեսել ենք ոնց որ դուք շատ ճիշտ ձեր խոսքի սկզբում ասացիք։ Տեսել ենք ղեկավարման թերությունները։ Մենք չենք ուզում, սա մեր իրավունքն է, մենք դեմ ենք կանգնում, դեմ ենք արտահայտվում այս նախագծին, որովհետեւ տեսնում ենք, որ այս նախագիծը հանուն մի բանի է, հանուն նրա չի, որ ժողովուրդը վաղվանից լավ ապրի, արտագաղթ չլինի, աշխատատեղեր բացվեն, կրթության որակ բարձրանա, սոցիալական, հանուն դրա չի, հանուն մի բանի է, որ այս թիմը շարունակի Հայաստանում իշխել։ Հիմա ժողովրդի մեջ մի հատված կլինի, որին որ դուր է գալիս, բայց մեծագույն հատվածին էլ դուր չի գալիս։ Մենք այսօր մարզերով, տարբեր մարզերով շրջում ենք, մարզերի բնակիչների հետ շփվում ենք, բոլորը մի բանի մասին են խոսում։ Ասում են մենք քաղաքական համակարգի հանդեպ վստահություն չունենք Հայաստանում։ Սա նշանակում է մի բան, որ քաղաքական համակարգը հիվանդ է։ Ու այս հիվանդ քաղաքական համակարգով մենք աշխարհի ամենալավ սահմանադրությամբ էլ չենք կարող կառավարենք։ Բայց այդտեղ երկրորդ հարց էլ կա։ Այս սահմանադրությունը հաստատ աշխարհի ամենալավ սահմանադրությունը չի։ Այս սահմանադրությունը նաև տերմինոլոգիայով մի փոքր ասեմ, քաղաքագիտական առումով հակասում է լիքը բաների, սկզբունքների, պարլամենտարիզմին է հակասում, հավասարության սկզբունքին է հակասում, համամասնական, չէ, ավել է խոսել, ես էլ պետք է, համամասնական ընտրակարգի իրական տարբերակին է հակասում, հակասում է ժողովրդավարությանը, մարդու ամենապարզ իրավունքներին։ Այսինքն, մեզ ինչ է նշանակում, դեկտեմբերի 6-ին գնանք բոլորով կողմ քվեարկենք, որ մեր իրավունքները ոտնահարվեն։ Իհարկե ոչ։ Եթե մի հատ այո ունենք այսօր, մենք հայ ժողովրդով, այդ այոն լավ ապրելու ու այս իշխանությունից հրաժարվելու այոն է։ Դրանից բացի ես ուրիշ այո չեմ տեսնում, ձեզ էլ որպես կազմակերպված շատ օրինակելի համայնք խնդրում եմ վերցրեք, կարդացեք, համայնքային քննարկումներ կանեք, ինչ կանեք, ինձանից լավ կիմանաք ոնց եք անում։ Կնկատեք այս բացթողումները ու ձեր համայնքից ես ակնկալում եմ մյուս բոլոր պրոբլեմատիկ համայնքներին սատարելու քայլ։ Այսինքն այս համայնքից ես ակնկալում եմ, որ ոչը հաղթելու է։ Շնորհակալ։ Երկու բան անպայման ուզում եմ ասել Արմենի ելույթից հետո։ Շատ կարևոր։ Չէ, ուրիշ բան, պիտի պատասխանեմ Արմեն ջան, որտեղ
Դուք քաղաքական սխալ թույլ տվեցիք։ Ուրեմն ժողովուրդ ջան, համայնքապետին, գյուղապետին դուք եք ընտրում, ոչ թե կառավարությունը։ Այդպես չի, դուք չեք ընտրել ձեր գյուղապետին։ Բազմա կառավարությունն է ընտրում, ինչի՞ չեք հակադարձում։ Ես եմ տենց բան ասում։ Այո, ուրեմն համայնքապետին, հաջորդը մի նախադասություն պիտի ասեմ անպայման։ Որևէ կուսակցություն ինքն է ընտրում, թե ով է լինելու իր կուսակցության նախագահը, եւ որևէ այդ կուսակցության անդամ իրավունք չունի ասել այս մարդը լինի նախագահ, թե չի։ Ամեն կուսակցություն ինքն է որոշում իր կուսակցության նախագահն ով է։ Իսկ դեր գյուղապետին դուք միադասեմ ու նոր սկսենք էլի։ Եթե չէ տրիբունա չեմ լնում, ես դες կարող եմ լավ խոսալ։ Եթե նոր ստեղծված կուսակցությունները չլինեին, այս 5 կուսակցությունները հաստատ մի բան կանեին։ Մենք մեռանքը դրա սերը շատ խափվանք, ցավը տանեն։ Սա հույսով արին, այս բեմի վրա 15-դ այդպես կուսակցություն եկել է, այդ մենք հասնենք կառավարությունը փոխենք, հեսա 20 տարի չկարեցան փոխել։ Տեսանթերի երիտասարդների հավաքագրել։ Անոթ ոնց է, Գերջան։ Պայքար։ Ինչե վեր։ Հիմա ժողովուրդ ջան, նախ ես ողջունում եմ ձեզ։ Շատ հաճելի է, որ ծովագի իսկապես նաև մեր գործընկերների, պաշտոնակիցների, տարբեր պաշտոնյաների անունից նաև ներողություն եմ խնդրում, որ եթե նրանք պետք է շատ հաճախակից տեղ լինեն։ Ես առաջի օրը, որ ուշի գյուղ ենք մտել, սա 18-րդ օրն է, առաջի օրը աշտարակի ուշի գյուղում, որ մտել եմ, հաջորդ օրը գնացել եմ ազգային ժողովի հայտարարությունների ժամին, երեքշաբթի օրը, ժամը 5-ին, ասել, դիմել, որ օրինակ այնտեղ գյուղնախարարը պետք է շատ լինի, մարզպետ, փոխմարզպետ, փոխնախարարներ, իրաց կաբինետներից պետք է դուրս գան, եւ եթե գալիս են ստեղ գյուղում կանտունենք 10 խնդիր, այն խնդիրները, որոնք այս պահին ֆինանսական ռեսուրս չեն պահանջում, կարգ ու կանոնի ուշադրության, անպայման այդ հարցերով հանդես գա։ Տեղ անկասկած դուք իրավացի եք, տեղ որևէ խնդիր չկա։ Հիմա անցնենք առաջ։ Ինչի համար է պետք է սահմանադրությունը, ով է նախաձեռնել, ինչի համար։ Դա ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու է, թե չէ։ Հա, ասենք կարող դուք հարցակ, լավ, այս սահմանադրությունը գնացինք, ով ոնց ուզեց քվեարկեց։ Ձեր կյանքում դրանից փոփոխություն լինելու է, թե չէ։ Ամենակարևոր հարցը։ Ուրեմն ասեմ, ինչն է փոխվում հիմնական ձևով։ Առաջի կարևոր բանը։ Դուք գիտեք, որ երկրում գործում է նախագահական կառավարում, որը կոչվում է կիսանախագահական։ Մենք ունենք նախագահի շատ գեշ ուժեղ ինստիտուտ, որը օրենքով այսօրվա գործող սահմանադրությամբ տված է հանրապետության նախագահին, դա նաև համապատասխան է եղել այդ անցած տարիների մարտահրավերների, սպառնալիքին, կապված եւ պատերազմի խնդիրների հետ, եւ ներքին կայունության ապահովման, եւ այլն։ Բայց կյանքը ցույց տվեց, որ հաջողությունների հետ միասին, Ժողովուրդ ջան, խնդրում եմ այս բանը, հաջողությունների հետ միասին, որը բանակն է, ազատագրված տարածքներն է, արտաքին քաղաքականության մեջ ունենք նաև հաջողություններ, կան ներքին հարցերում, հատկապես սոցիալական, տնտեսական հարցերում լուրջ խնդիրներ։ Հիմա ես միշտ ասել եմ, մեր հայ ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է։ Ոնց եղավ, որ գիտության, արվեստի, մշակույթի, սպորտի մեջ մենք ունենում ենք հաջողություններ, մեկ էլ հակարծես ներքին սոցիալ-տնտեսական հարցերում խնդրեմ կա։ Նվազագույն աշխատավարձը ցածր է, թոշակը ցածր է, աշխատատեղը քիչ է, աշխատավարձը ցածր է, ոնց անենք, որ այս վիճակից դուրս գանք։ Իհարկե Հայաստանը չի ապրում անկախ, որ կտրված աշխարհից մենակ մեր մոտ պետք է լինի դրախտ, մեր կառավարությունը լուծի, հարևան ռեգիոններում էլ տարածքներում էլ այդ նույն խնդիրները կա։ Մենք ունենք շնորհք, որպեսզի վիճակը լավացնենք, թե չունենք այդ շնորհքը։ Հիմա այս մոդելի փոփոխությունը ժողովուրդ նախաձեռնել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, անձամբ նախաձեռնել է, որտեղ բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները ինքն է լավ իմանում։ Բուրգի կառավարման բուրգի գտնվող մարդը լրիվ ինքը տիրապետում է, թե ինչ ռիսկեր կա։ Սահմանից սկսած մինչև վերջին նաև ձեր գյուղի խնդիրներով, որ ասեցիք, բոլոր գյուղերի, բայց այսօր հանրապետությունը այդ հնարավորությունը տենց է ստացվել, մի օրում չի։ Նենց է ստացվել, որ ռեսուրսը քիչ է։ Բայց ես օրինակ վարչապետին ասել եմ նաև հրապարակային իմ հարցազրույցներում, եթե քո ռեսուրսը քիչ է, դու գալիս ասում ես ժողովուրդ ջան, ռեսուրսը այսքան է, բայց դա արդարացի է բաշխվում։ Ռեսուրս ասելով ես ընդհանուր եմ ասում։ Ուրեմն ժողովուրդը չի ջղայնանում, ասում ներքին ասում մերը քիչ Հայաստանում արդար է։ Բայց եթե ռեսուրսը քիչ է, բայց հանկարծ մտածում ես, որ դա անարդար է բաշխվում, օրինակ, հարկերի 5 հոգուց 4-ը հարկերի մուծում են, մի հոգին չի մուծում։ Եվ այլ օրինակ եմ ասում։ Այդ դեպքում ջղայնանում է ժողովուրդը։ Հիմա այս կառավարման մոդելը ուզում են նենց փոխի պրեզիդենտականը խորհրդարանականի, որպեսզի այդ իշխանության համակարգը բովանդակությունը, որ կոչվում է նախագահական ինստիտուտ, դարձնի մրցակցային, որն է դրա իմաստը։ Ասում է դուք գնում եք պարլամենտի ընտրության, ընտրում եք ուժեց 17 թվականին օրինակ,
գալիս են քաղաքական ուժեր։ Ժողովուրդը միանգամից ասում է մենք չենք վստահում, եթե հանրապետականն է, մենք նրան չենք վստահում, ուրեմն ոչ մի բանի չենք հավատում։ Եթե դու չես վստահում մի ուժի, դա չի նշանակում, որ լավ բան է ասված, դա պետք է չլինի։ Այդ բանը, այդ առաջարկը պաշտպանել է եւ Դաշնակցությունը, եւ Բարգավաճ Հայաստանը, եւ էլի շատ ուժեր, որոնք ձեզ հայտնի են։ Մի մասն էլ չի պաշտպանում։ Բաժար չի, ոչինչ, թող չպաշտպանեն, թող լինի ոչ թե 90%, այո, թող լինի 52% կամ 61%, կարևոր չի։ Մենք այսօր այունը ոչը իրար հետ եկել ենք եւ առաջի անգամ 25 տարվա ընթացքում ժողովրդին ցույց ենք տալի, որ այս պայքարը թշնամական չի։ Մենք քաղաքակիրթ բանավեճ ենք անում։ Սա անձնական թշնամանքի հարց չի, քաղաքակիրթ բանավեճ է։ Հիմա մարդը հանրապետության նախագահ մտածել, ասում է, այս ձևով էֆեկտիվ չի, երկրի վիճակը չի լավանում։ Փոխենք դարձնենք պայքարը կառավարումը ուրեմն մրցակցային, այսինքն ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ընդդիմությունը որ քննադատում է, ասում ես ընդդիմություն, արի ստեղ կողքս կանգնի, խոսում ես լավ ես անում, բայց դու էլ արի գործերի մասնակցի։ Վատա դա որ ընդդիմությանն էլ մենք տեղ տանք։ Լավ է որ տեղ ենք տալի։ Այսինքն սա հիմնական մեխն է։ Բացի դրանից, ընդդիմությանը տալիս են ֆունկցիա, ասում են արի քննիչ հանձնաժողով կա ազգային ժողովում, ասենք եթե 25% էլ այդ անդամների ուրեմն ընդդիմությունն է, դու ես կառավարում։ Ցանկացած նախարարի կանչի, ասա արի ստեղ եւ եթե այսօր մեխանիզմ չկա օրենքով, որ բոլորը նախարարները հրաժարական տան, առանձին նախարարներ նույնիսկ այս նոր սահմանությամբ կարաս կանչես, ասես լավ չես աշխատում, թող գնա։ Հաջորդ կարևոր հարցը, որ ես ուզում եմ ասեմ, այսօր ասեցի, թոշակ աշխատավարձ ցածր, աշխատատեղ չկա։ Կառավարությունը ծրագրեր ունի, որ պետք է անի, չի անում, էլի օրենքով մեխանիզմ չկա, որ ինքը հրաժարական տա։ Թողնված է հանրապետության նախագահի կամքին եւ քաղաքական մեծամասնության։ Ես անկեղծ տենց օրենքն ա տենց։ Եվ դրա արդյունքում հիմա այս նոր սահմանադրությունը նենց կառավարման ձև ա ստեղծում, որ եթե իր ծրագիրը չարեց, ավտոմատ ինքը հրաժարական ա տալի գնում, հիմա վատա թե լավ ասա։ Այս տիպի, ահա, շատ ճիշտ ասում, ասա կլնի տենց։ Այսինքն մարդիկ հավատը կորցրել են, կլնի թե չի լինի։ Բայց եթե դու հավատը կորցրել ես, չի նշանակում, որ հայ ժողովուրդը ուժ չունի, որ դա անի։ Այսինքն մենք գնանք հանձնվենք, ասենք գնում ենք գցվում ենք։ Այսինքն տենց չի, մենք պետք է անընդհատ աշխատենք, երկիրը այսօր լավ վիճակում չի։ Օրինակ դուք դեպուտատների մասին, չէ, ասում եք չեք գալի եւ այլն։ Էսա վերջացնում եմ։ Մեծամասնականը հանված է, չի լինելու, մենակ ցուցակով։ Երկրորդ, դեպուտատի գործը հիմնական օրենքով։ Օրենք գրելն է։ Դու պետք է կանչես դեպուտատի ասես, քանի օրենք ես անցկացրել եւ ինչի մասին։ Օրինակ ես 7 օրենք եմ անցկացրել 3 տարվա մեջ։ Օրինակ արդյունաբերության մասին, բանկային ավանդների մասին։ Դեպուտատ կատարելը չի ճանաչում։ Այդ եմ ասում, այսինքն դեպուտատի գործը քարստեղ հարց եւ երկրորդը վերահսկողությունն է։ Հիմա պարլամենտի դերը մեծացնում ենք։ Այսինքն դուք եք որոշելու, ես չեմ ասում գնացեք, ինքներդ ծանոթացեք, հարցեր ունեք, պարզաբանեք, բայց հայ ժողովուրդը իրավունք չունի իր զարգացման բանալին չգտնելու։ Եթե մենք խարխափենք խավարի մեջ, կան խնդիրներ, որ բոլոր համայնքների համար նույնն է։ Ես ժողովուրդ ջան, ուզում ասեմ, որ այնքանում եմ ես ձեր շնորհակալություն հայտնում, որ դուք ձեր հողի ջրի կապված մարդիկ եք եւ սիրում եք ձեր գյուղը, ձեր համայնքը եւ չեմ կարա չասեմ Ծովագյուղ Սևանալիչ հարաբերությունների մասին։ Դուք պետք է ծառայեք Սևանին, Սևանը պետք է ծառայի ձեզ։ Դա որովհետեւ այո, սա ամենակարևոր բանն է, ամենամեծ ռեսուրսն է։ Հարցերին ժամանակ թողելու ենք։ Կարճ կապել։ Շատ հաճելի է ազգային ժողովում ես միշտ մշտական ձեր դիտարկումներ, ձեր ընդդիմությունները դու մենք շատ հաճելի է։ Երեցիկ ասեմ լոկալ եւ տնտեսագիտական բեց, լուծական խորաթափանց հարցերի շուրջ եք դուք ձեր մեկնաբանություն ներկայացնում։ Ուղղակի մի փոքրիկ բարձաբանում եմ ուզում խնդրեմ ձեզ որպես տնտեսագետի տակ 17-րդ հոդվածը սահմանադրությամբ որտեղ ասված է տնտեսության ներքին համակարգը կառուցված է սոցիալական, շոկայական, տնտեսական հարաբերությունների վրա։ Հիմա մի փոքր բացատրություն որպես ասենք տնտեսագիտական տերմինոլոգիայի մեջ։ Ինչպես դուք ասեք այդ մեկնաբանությունը տալիս։ Եղավ, ես սենց ենք անում, կարճ մի նախադասը, որտեղ ժամանակը սպառում է։ Սոցիալական ասելով դա նշանակում է պետությունը շուկայական տնտեսության պայմաններում, եթե մարդը աշխատում է կամ աշխատանք չունի, գործազուրկ է կամ ցածր է, իր վրա պիտի պարտավորություն վերցնի նվազագույն նրա խնդիրները լուծելու։ Օրինակ ինքը բայց անկեղծորեն գրել է, ես չեմ կարա բոլորին անվճար բուժօգնություն տամ, բայց որոշ խնդիրներ կա, օրինակ օթևան, ասում է ով որ տուն չունի, ես օթևան տալիս եմ, բայց ինչ նշանակում բնակելի էլիտար շենքեր։ Այսինքն պետությունը
իշխանությունը իր վրա վերցնում է որոշակի բեր ապահովելու նվազագույն որոշակի սոցիալական խնդիրներ։ Հետո մենք խոսենք, որտեղ ժամանակ։ Չէ, մենք չենք։ Հետո Առանձին ժամանակ։ Որևէ հարցնալ լուծումը։ Վերջում ժամանակ կլինի, այդ ժամանակի ընթացքում հարցերը կտակ։ Նախ ես ներկայանամ։ Ես Վարդան Խաչատրյանն եմ, ներկայացնում եմ Հայք միավորումը, որի մեջ մտնում են քաղաքական կուսակցություններ, մտնում են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև մտավորականների կազմակերպություններ, հիմնականում բուհական մտավորականների։ Մենք համոզված ենք, որ այս համանդրությանը հայ ժողովուրդը պետք է ասի ոչ։ Եվ այժմ կփորձեմ փաստարկել, թե ինչու ոչ։ Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի բարձրագույն օրենքն է եւ նոր սահմանադրություն ընդունում են շատ մեծ անցումների դեպքում, ինչպիսին է ասենք ֆրանսիական հեղափոխությունը, Ամերիկայի անկախությունը, Գերմանիայի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ջախջախված վիճակից դուրս գալու խնդիրները։ Ինչն է պատճառը, որ այսօր բերել են սահմանադրություն, ինչ ուժերի հարաբերակցություն է Հայաստանում փոխվել, ինչը պետք է վավերացվի։ Թվում է, որ կա բազմաթիվ խնդիրներ կապված հասարակական կյանքի հետ։ Ձեր կյանքի հետ կապված խնդիրներ կան շատ, չլուծված խնդիրները բազմազան են եւ երևի թե սահմանադրության մեջ պետք է ներառվեին նաեւ սրանք։ Բայց որպեսզի ներառվեին, պետք է սահմանադրությունը ձևավորվեր ձեր հետ խորհրդակցության մեջ։ Պետք է աշխատանք կատարվեր ժողովրդի հետ եւ դուրս բերվեին այն հիմնական խնդիրները, որոնք պետք է ֆիքսվեին սահմանադրությունում։ Եթե սահմանադրությունը գրվել է կաբինետներում, ապա ում շահերն է նա արտահայտել։ Արդյոք նա արտահայտել է ժողովրդի շահերը, թե պատվիրատուների շահերը։ Այս դեպքում ուրեմն պետք է լինի պատվիրատուների շահերը։ Այսօր մենք ունենք ինչպիսի իշխանություն։ Մենք ունենք օլիգարխիկ իշխանություն, այսինքն կորպորատիվ շահերով իշխանությունը եւ օլիգարխիան սերտ աճել են իրար։ Պարզորոշ երևում է այդ ամենը գործողություններից, օլիգարխներին տեղաշարժելի նորից ետ բերելու տարբերակներից, օլիգարխների կողմից առանձին անձանց պատժելու մասին ոչ միայն խոսքը, այլև կիրարկված բռնությունները, որը անթույլատրելի է պետության մեջ, որովհետև իշխանությունը ունի մենակ մեկ կարևորագույն գործառույթ անկրկնելի։ Դա օրինականացված բռնության կիրառումն է։ Եթե օրինականացված բռնությունը փոխարինվում է որևէ մեկի կամքով, կարծիքով կամ զինյալներով նրա, այդ նշանակում է, որ իշխանությունը սերտ աճել է օլիգարխական համակարգի հետ։ Այսօր այս գոյություն ունեցող իրավիճակում մեզ ասում են, որ հավատացեք իշխանությանը։ Կարելի է արդյոք հավատալ իշխանությանը եւ մինչեւ հիմա արդյոք այդ հավատքի հիմքերը եղել են։ Անցած բոլոր ընտրությունները եղել են ժողովրդի համար կասկածելի։ Վերջին հաշվով գալիս է մի պահ, երբ որ թողնում ես ամեն ինչ, ինչը տեղի է ունեցել, դե ֆակտո, փաստացի, եւ մտածում ես, այս ինչ ա եղել, որ եթե ժողովրդի կյանքը վատանում է, եթե արտագաղթի ալիքները մեծանում են, եթե սնանկացումը ժողովրդի հասնում է 30 եւ ավելի տոկոսի, ինչ ալնում, որ ժողովուրդը ավելի մեծ սիրով է սիրում իշխանությանը։ Գնում է եւ ավելի մեծ քանակի ձայներ է տալիս այդ իշխանությանը։ Կարող է այդպիսի բան լինել։ Հիմա անդրադառնանք, թե ում է պատկանում իշխանությունը։ Ժողովուրդ ջան, իրականում իշխանությունը ոչ միտեղ չի պատկանում ոչ մի մարդու։ Նա պատկանում է տվյալ երկրի ժողովրդին։ Անկախ նրանից ով է իշխանության, անկախ նրանից ինչպիսի համակարգ է։ Եվ դա ժողովուրդն է որոշում եւ ժողովուրդն է թույլ տալիս, որ իշխանությունը այս կամ այն շրջանակներում գտնվի։ Հիմա մեզ բերել են, ասում են, այս իշխանությունը որոշել է, որ իշխանափոխությունը լինի խաղաղ ճանապարհով այս օրենքների միջոցով։ Հավատում եք, որ որևէ իշխանություն կգնա ինքնասպանության։ Այսինքն, եթե ուզում է որ իշխանություն փոխվի, շատ հանգիստ կարող է հրաժարական տալ։ Եվ դրանով ավարտվի ամեն ինչ։ Բայց մեզ ասում են չէ։ Եվ այդ չեն մենք ստիպված ենք հետո նայել, արդյոք կան այդ տարբերակները, որոնք շահարկվում են։ Եվ ես բացահայտ պետքա ձեզ ասեմ, որ չկան այդ տարբերակները, որովհետև եթե ասում են դատախազը այս անգամ ընտրվելու է ձայների 3/4-ով։ Ոչ, 3/4-ով։ Դա անում է 99 ձայն։ Ասում է, եթե առաջի անգամ չընտրվեց, երկրորդ անգամ նոր 3/5-ով, դա անում է մոտավորապես այսօրվա պարլամենտի պայմաններում 70-79 ձայն։ Բայց եթե երկրորդ անգամ էլ չընտրվեց, արդեն ձայների մեծամասնությամբ, այսինքն այսօրվա
տարբերակն է նույն, եւ եթե որևէ մեկը ունեցավ մեծամասնություն, իսկ այս իշխանությունը ստանալու է մեծամասնություն, որովհետեւ ինչի անա պարլամենտական տեղերը սահմանադրությամբ սահմանափակված են միայն ներքևից։ Կարող է մեր պարլամենտը բաղկացածնի 101-ից, իսկ վերևի սահման չկա։ Կարամ ինչև 199 գնա։ Ինչքան էր բաց հեռու որ 41 հոգի փող ունեին դառնում էին Ուրեմն պատասխան։ այս անգամ այդ 41 հոգին մտնելու են ցուցակների մեջ, Բայց եւ նրանք նորից ավելի մեծ թափով կուսակցություն այդքան հիմար անգրագետ մարդուն իր ցուցակի մեջ ներառել։ Ուրեմն տեսեք, բոլոր նրանք, ովքեր բերելու են ձայն, այս անգամ կիրարկվելու են, որպեսզի ձայների քանակը լինի այնքան, որ վիճարկելիության դաշտ չլինի։ Այս իշխանությունը չի ուզում զիջացնել իշխանություն, Ժորժ ջան։ Կարող է չգտնեք էլ աշխարհում իշխանություն, որը ուզի զիջել։ Բայց մեզ ումը զիջի, ում կընտրի ժողովուրդը, կարևոր չի ում։ Խաղաղ դուք գնացեք ապրեք, ո՞վ է ձեզ ասում թե գնացեք բռնությունների անցեք։ Որը մեր երկիրը պատերազմ չի լինի։ Մարդը անում է իսա 10 տարի ինչ ես ուզում, ընկերս մեր հետևը։ Որպեսի պարզ պատերազմ կլինի թե չէ, դուք տեսնում եք որ իրավիճակը փոխվում է։ Հիմա Ո՞նց է փոխվում։ Դեպի լավն է փոխվում, թե վատը։ Պատերազմական իրավիճակում դուք ավելի հակված եք, որ լինի ուղղակի պատասխանատու ինչպիսին պրեզիդենտն է երկրի, եւ ուղղակի լինի վերտիկալ, թե լինի տարաբաշխված պատասխանատվություն պարլամենտի մեջ։ Մեկը գցի մյուսի վրա, մեկը մյուսի վրա, եւ երկիրը մտնում է պատերազմի մեջ, Աստված չանի։ Դուք ո՞նց եք պատկերացնում։ Հիմա այսօր Ռուսաստանը այսօր բերել է շարել է մեր սահմանի վրա նոր զորամիավորումներ։ Այդ հենց այնպես չի անում, ինքը չի ուզում հոց աղսարածլնի։ Այսինքն ամեն ինչը մոտեցել է վտանգի մի աստիճանի, բարձր աստիճանի։ Հիմա այս պայմաններում պատասխանատվությունը տարալուծել, Կամնաս որ չի կարասնալ սահմանադրությանը դրա համար պետքա դեմ քվեարկել, որ չլինի պարլամենտ, որը իրար վրա գցի։ Հիմա դեմ քվեարկես մարդը ապահովված տանը քնի։ Ակում մեր քյուրը ակում բանալը 30 տարի չեն Դու ասում ես, ոչ այն ասում երեք Ես ասում եմ, այո, չեմ ասում։ Ես մարդկաց մեջ, անես մեկը չկա մեզի որ բաժանի։ Ենքան չարժեն մեր համար, որ մեկը մեզի բաժան։ Կետանք ասենք այո, կետանք ասենք այո։ Կասենք ոչ, կասենք ոչ մեկը թո չկա։ Գալում ատարի մեկ են մեզ։ Հական կուրս կա մուրս կա եկան մենք ես մարդն ենք։ Մենք դեպուտատ ենք ընդրել, ուրա դեպուտատ։ Ակում 30 տարի չեն տեսել։ Երկրի նախագահի շնորհքով մեր ակում մասար։ Մեկը դերում է, շելակը կա, գամ մեկը մեկ թասակ ասում։ Ցավը տանենք, դու ասա։ Մենք դժգոհություն ոնց հայտնենք, ասա այդ նախագահի։ 30 տարի ակում չեն։ Բայց ես ասում նախագահից դժգոհություն հայտնեք, ես դες ծովագյուղում լիքը ջուր ուներ։ Ջրի իրեր չեն Սահմանադրության, պարլամենտական տարբերակը ունի SS խնդիրները։ Եթե նախագահն այդ օրենք ընդունել է, մեզի ձեռը տալի։ Գյուղը գազ կքաշեն, չքաշին, ջուր կքաշեն, չքաշին։ Փարկաստու լավ գյուղապետն ունի, դու համ ջուրը քաշես, համ գազը քաշես։ Մեզից ինչ է Դե եկել ես Մենք դառնում մեր Կարծիքը թող ասի։ Մենք ով ենք որ հանրապետության Հələ մի հատ ասա, ով է կարտացել, ինչ փոփոխություն պետք է լինի, ոչ մեկը չի կարտացել։ Անտեղյակ մարդիկ են։ Դրա համար եմ սխալ։ Հիմի մի հատ բան եմ ասում։ Բան չի գնում քվեարկեք չիմացած բանը։ Բա դու խես եք ասում։ Մենք մեր աշկի տեսածն ենք այդտեղ քվեարկենք ախվի։ Հեսա 5 տարի մենք վար ունենք, ցանկ ունենք, ֆորեն ունենք, հաց ունենք։ Ինքը գյուղի անունից ասում որ սենց ալնելու։ 13 տարի կարող է պատահի գյուղին բարտարացնել։ Չէ, մեն արտար ընդրություն է։ Հա? Մեր գյուղում Մեր գյուղի, Ինչ է։ մեր գյուղում արտար ընդրություն։ մեր գյուղին արտար ընդրությունները ինել է։ Հա, միշտ։ Դե շիլե է շինդրվել։ Վարչիլը չին Դե վար արտար չեմ ընդրվել, ոչ կնդրելին, հələ էստաց ժողովուրդը դուար։ Դու գալիս եք, գնում եք ընտրության։ Բայց ոնքեր ճայնուգին է չտեսան, Ժորժան, ձեր խաղչինը տով գնալու եք ընտրել։ Ոչ մեկը չի ասում, թե դուք ընտրել ոնց եք ընտրելու։ Մենք հանրապետությանը թեմետա չենք կարող։ Հանրապետականին ես դեպքում։ Մենք հանրապետականին ենք դեր։ Մենք ես այսօր կողմ եմ ընդամենը մեր երկրի նախագահ, որ մեր գյուղում լավ գործ արի։ Ես ընդամենը որպես ծովագյուղի դրան եմ։ Ո՞վ քարացել է, ո՞վ։ Իրա խղճի հարցն է։
Ոչ են գրելու հատմիս կա։ Ոչ մեկը պիտի ձեզ այդ փոքրու Նա դարձ կարելի է։ Ոչը անցավ, վերցնենք անցավ, ինչ անելու։ իշխանությունը մտածում է ոնց անի որ ժողովրդի հետ դավերյան վերականգնի։ Ես ասում եմ ոչը անցավ, ինչ անելու։ Դա համահանրապետական ընտրություններ են։ Համահանրապետական ընտրության պայմաններում, եթե իշխանությունը ստացա ոչ ուրեմն չունի վստահություն ժողովրդի մեջ, պետք է արմատաճան ու Արմենի հետ հա։ Արի։ Դուք էլ ասեք, լավ։ Չէ ժողովուրդ ջան, մենք դե ոչ Չէ, ժողովուրդ ջան, կրվելու բան չկա։ Եթե կռիվ անելու, չեն եկել ձեզ զորով տաղետամ, եթե կռիվ անելու մեկ, երկու լրիվ հակադիր տեսակետի մարդիկ իրար չէին։ Ես մի մարդը տասմանեք դες ասեք չեք։ Մենք 18-ը Ժորժան։ Մարդու ջան, խոսա։ Ոչ Սևանի համագիծը, ոչ Լճաշին։ Ժողովուրդ ջան, լսեք, ես լսեք, հար դաշնակցություններ խոսեք։ Մեր միան։ Խոսացեք, շատ Ժորժան, իրականում մտեցեք, դուք հանդիպում եք տարբեր տեսակետների, որոնք կողմնակիցը սահմանադրական փոփոխ է եւ որոնք ոչ։ Այս երկու կողմն էլ նույն ժողովուրդն են։ Դեկտեմբերի 6-ից հետո մենք շարունակելու ենք ապրել իրար հետ, անկախ նրանից ոնց ելքը կլինի հանրաքվեի։ Մոտեցումների տարբերությունա։ Տեսեք, այս նույն մարդկանց հետ տարբեր հարությունաշան տարբեր տեսակետ ունենք, մենք արդեն 68-րդ օրն է, տուն չեն գնում, առավոտից իրիկուն բոլոր մարզերով, շրջայցերով եկել հասել ենք այսօր ստեղ։ Ամեն մեկը դուք եք ձեր որոշումը կայացնում, բայց վերջիվերջո ինչ են գնում սահմանադրական բարեփոխումները։ Ես ներկայացնում հայեղափոխական դաշնակցությունը եւ մենք միանշանակ կողմնակից ենք սահմանադրական փոփոխությունների, որտեղ փոփոխություններ լինում են այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Այսօր պատմականորեն հասունացել է իրավիճակ, որ ուղղակի անխուսափելի է, որտեղ բոլորս տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ կուտակված երկրի առաջ։ Ուստի շարունակել, ուղղակի հնարավոր չէ։ Սա արդեն հասկացել է գործող իշխանությունը, բայց կոսմետիկ վերանորոգումներ անել այսօր ցույց է տվել, որ օգուտ չի տալիս։ Տեսեք, պայքարի տարբեր ձևեր են եղել։ Այսօր խոսում ենք նախագահը վատն է։ Եկեք հիշենք, նախորդին ասել ենք լավն է, դրանից առաջ ասել ենք լավն է։ Խնդիրը ես կողմը չվարդան ջա, որ դու խոսում ես ես չեմ։ Այսինքն խնդիրը անձիկ չէ։ Իսկ ով ասել որ վաղ եկողն է լավը լինելու։ Այսինքն այս մտածողության շրջանակում, եթե մոտենանք, խնդիրը համակարգային պետք է ամբողջական փոփոխություն կատարել։ Փոփոխության համար պետք է մեքենան պետական կառավարման փոխել։ Վարդան ջան, ես խոսում ինձ այն արդեն չեմ լսում, ցավը տալու։ Այս առաջին անգամ անկախ Հայաստանում խնդիր է դրված պետական կառավարման մեքենան փոխել։ Եվ բարեբախտաբար իշխանությունն էլ արդեն հանգել այդ մտքին, որ այսօր իշխանությունն իրանց ձեռն է, բայց հասկանում են, որ սենց կառավարել չի լինի, այդ խնդիրները արդեն իրանք էլ են տեսնում։ Ես սրանից ոչ թե պիտի դժգոհել, այլ ուրախ լինել։ Վերջը ասում են, չէ, խի հիմա, բա մի օր պիտի լիներ, հիմա 3 լիներ, կասեն ինչի 3, վաղ լիներ, կասեն ինչի վաղը, ինչ որ մի պահ պիտի լիներ, այդ պահը հիմա է։ Եվ դա հանկարծակի չի։ 13 թվականից սկսել սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Սա իշխանությունը այսօր փակուտար չեմ տա որ որևէ մեկը մի միլիգրամ անարդարություն անի։ Բա որովհետև եթե անարդարություն արեցիք բավարար կարաչան։ Որ միտեղ հիմա ես ասում եմ, աստվածաբանության ֆակուլտետը, եթե միտեղ կլսես որ փող են կգաս կասես սա ֆերետ ինչ ասիր հրապարակական աստվածաբանության ֆակուլտետում փող է։ Ինչն է փոխել այո կամ ինչն է փոխել։ Չի կարա մի բան փոխել։ Ես քեզ ասում եմ, ինչա ասել, ինչպես լսում ու դու բարբերաբար կրկնես։ Դու ասում ես, բայց դու չես լսում բան փոխել։ Ստեղ կայնած 20 տարի, 30 տարի լսած։ Ոչ 20 տարի, 30 տարի ինչ ա եղել, ամբողջ աշխարհը համաձայն ա եղել, որ Հայաստանը լի էս ինչ է իշխանության կամ։ Եմել է համաձայն աշխարհը։ Հա, հավա ի՞նչ լինի։ Համոզված եղի, որ հակառակն չէ։ Այսօր տես բան չկա, էլ այդ համաձայնությունը ընդհանուր։ Համաձայնությունը չլինի։ Չկա, դրա համար է ուղղար միանման ընկալվել։ Դատանը կախված է։ Նոր սահմանադրության դատական համակարգը դառնում է կաշառենք հանդեպ 20-ի։ Այո, տեսեք մեր ընկերներից մեկը ոչի կողմնակից ասում է, որ 205 հոդվածով Հայաստանը ասենք վտանգվում է, Նարեկը որ ասում ռիսկային հակառակը, հիշեք 13 թվականին, երբ որ Եվրասիական տնտեսական միություն փոխվեց։ Դու համարում ես, որ աշխարհը գնում է իրար հետ արճակատման, ու Հայաստանում բոլորը համաձայն են նույն բանին։ Հայաստանում համաձայն են։ Հայաստանում է շատ բան որոշվում այսօր Թարսի պես։ Դու դրա համար բերել դες ինչի այսօր զորքը շարում։ Եթե Հայաստան ոչ մի բան չի որոշում։ Չէ՞ զորքը շարում։ Հայաստանը ի՞նչ։ Հայաստանը Ռուսաստանի համար այն հարավային
այն սահմանն է, որից հյուսիս ապրում են իսլամադավաններ, մինչև հարիական ԱՍՍ-ը։ Ամբողջական որոշում, ոչ թե մի խումբ падգամավոր կամ մի հատ անձնախագահ։ Դուրսգալու մասին գրած չի։ Նարեկ ջան, դու շատ են այս սահմանային ցանկացած միջադեպ որ լինում է, ժողովուրդ անկախ սոցիալական վիճակից, անկախ ամեն ինչից, միանգամից ոնց է համախմբում, որտեղ այդպես հարցերը ժողովրդն շատ զգայուն է եւ ամենից պաշտպանվածը կլինի միայն այդ դեպքում։ Եվ այդ ժամանակ ով ուզում է լինի իշխանություն, նա էլ է ուժեղանում, որտեղ երբ որ դրսից ճնշում լինի, ինքը կասի սահմանադրությամբ սա միայն ժողովուրդը կարող է որոշել, հանրաքվեն, ես չեմ։ Տան ասում հələ ես իմ քայլը երբ ասում 72 տարեկան։ Իսկ նպաստարու է։ Չէ, նպաստարու ցակի մեջ նպաստարու չէ, որովհետև նպաստարունել է Շերտ են տալիս։ նպաստարուներն էլ է կոռուպցիայի բանով։ Անենց որ էդել է ստից։ Մարդկա տունել ունի, տեղել ունի, ապտուել ունի, նպաստել ունի, առուփառկալու նպաստել։ Որ աղքատա կիսաբաց լուսամուտներով ամեն օր ցույց է տալիս, որ ողորմելի վիճակը մեր ժողովուրդը։ Ու նպաստել շատերը չեն ստանում։ Իսկ նպաստել մարդն է ստանում, այս պետք է չի։ Հայը դե ժողովուրդը արդեն հիասթափվել։ Ոչ մի բանի հավատ չկա։ Անդիբա հիմա ուղիղ եթերով Տիգրան Սարգսյանի մի հատ ուղերձ չունես, ինչ որ մի հատ բան չես ուղղում։ Իմ ասածը ինչ պետք է ասեմ։ Պետք է ինքը գետին ամառնի, որ ժողովրդի լատազները ծախսին կերան։ Ուղիղ եթերը ոչ թե գրա դեսպան դառնա։ Հա։ Ախպեր Չինաստան դեսպանը ինել Ամերիկա է։ Ամեն ինչ պետք է Դե լսում եք, էլի ես ինչ իմանամ։ Բայց Ամանների դե ավանների հասնելը մասել, իրանք էլ ասել, որը ասեն կոպետ Տեղ էր 41 տեղի մեծ մասը Իրանն էր, ստացվում էր, որ միշտ այդ նույն ուժն է վերարտադրվելու։ Հետևաբար ցանկացած պայքար անարդյունավետ էր։ Հիմա գործող իշխանությունն է հանգել նրան, որ պիտի մեխանիզմը փոխել։ Մի երկրում, որտեղ խնդիրը դրված է, կամ ամբողջ իշխանությունն է ունենում, կամ սաղ կորցնում ես, հաստատ էդի դառնում է կենաց մահու պայքար։ Վերջ ցանկացած ուժի, որ գալիս է իշխանության, պիտի հնարավորություն տալ նաև հետ քայլ անելու, նահանջելու։ Եվ որ դու այդ ամեն ինչը կտրուկ արգելա փակում ես, ինքը չի նահանջելու։ Այս համանadrական բարեփոխումը հենց տանում է դրան, որ ներգրավել այլ քաղաքական ուժերի համատեղ ավելի մեծ կառավարման պետականաշինության գործում։ Հենց այդ է քեզ Ժողովուրդը որտե է Լևոնին չէ։ Այդ մարդիկ ինչ ասեցին։ Ում ինչ ասեցին։ Օրինակ, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը ինչ ասեցին այն ժամ։ Ասին, եթե մեզ հեռացրել էր աշխատանքի, պաշտոնանք էր արել, հավաքում էինք մեր ճամպրուկները գնայինք տուն։ Բայց չարեց ինքը այդ բանը։ Չարեց, որովհետև ինքը արդեն սպառել էր։ Այդ ժամանակ իր ռեսուրսը սպառել էր։ Դրա համար հրաժարական տվեց։ Ես ասում ի՞նչն է փոխելու այո ոչ ի՞նչն է փոխելու։ Ես դու ժողովրդի մի լավ բան ի՞նչն է Եթե դու ուզում ես որ Ոչինչ բան չի փոխելու։ Եթե դու գոհ ես այս իշխանությունների վարած Ես գոչ եմ, ոչ մեկ էլ գոչ եմ։ Մտամ մեկը որ քանի որ գորմիտից ասում այո կողմնակից է մենի կո, գիտես, խոսում եմ։ Պրոստ ասում բա։ Մի մարդը գյուղյանից է խոսում, ես չգիտեմ, ես չյան չեմ ճանաչում։ Գնացող Իրանից ոչ մեկ չի կարող խոսել։ Դե ես ասում եմ, ոչ մեկ ոչ խոսա, ով կարա բոլորի։ Ամեն մեկը Իրանից է խոսում։ Մեկը լավն է տենեմ խոսում, մեկը վատն է տենեմ խոսում։ Ամեն մեկին է։ Ի՞նչն է փոխվելու։ Ես գիտեմ ոչ մի բան չի փոխվելու։ Եթե չի փոխվելու, եթե այո ես ասել։ Որովհետև այդ նույն իշխանությունը շարունակելու է գործը իր։ Եթե դու ասում ես այո, ինչի՞ պիտի փոխվի օրինակ էլի։ Որ ասեցի ոչ վստահության քվե է։ Ասեցի ոչ ինչն է հաղորդում։ Ասում ես վստահում եմ այս իշխանությունները։ Այդ իշխանությունները շարունակվեն ինչ որ չեմ վստահ, բայց ինչն է Վստահության համար դրված է, որ պետք է ինքը պարլամենտը ստանա 300-70% ձայն։ Սա ստացվում է, որ ով գա իշխանության գլուխ, ինքը չի կարա իր տեխնատուի բերի առանց ընդդիմության ձայների։ Այսինքն մենք այսօր ունենանք մի նախագահ, կբերենք այս համար։ Առաջին հայացքից այդ մեծ բաց թողումը, որ իմ աչքին դա բացի դա է։ Այսօրվա սահմանադրության մեջ կա այսօրվա սահմանադրությամբ Այդ բարեփոխում էր գոնե դրա մեջ պետք է բարեփոխված տարբերակը միջազգային հանրության անդամ են։ Չի կարող եք Ահա ճիշտ է ասում։ Բայց պիտի լիներ շրջանցելուց համակարգ լիազորությունները, փոփոխություններ նախատեսված։ Եթե սահմանադրություն անցնի այո։ Եթե անցնի, դրա համապատասխանատու սրան եւ ընտրական օրենսգրքում եւ տեղական ինքնակառավարման եթե անցնի, չէ՞ իմանալու։ Դե պրոստո ժողովրդի խառնվում է։ Всё։
սաղ մեկը ոնն է։ Էսի որը փորձաղել է։ Որպես հայ մեկ է, բայց որ ասել կլսես մի հարցս տալիս եմ։ Հարցը սենց է։ Եթե մենք մտել ենք Եվրազես, հիմի ուզում ենք դուրս գանք, ժողովուրդը ոնց է անելու որ դուրս գա։ Հանեկվեի ճարտարբերակից։ Ոնց եղավ նշած որ դուրս գալն է։ Ցավտամ, երբ որ դուրս գալ, սահմանադրական նոր բան կա։ Վերպետականի միանալը տված է, դուրս գալը տված չէ։ Ո՞նց կաննա դրությունը։ Էլի էս նախարարները մնալու են թալանտիկը։ Չէ, նայ, կառավարությունը պիտի փոփոխ, կառավարությունը նույնը չի վերացկան, բավարար չեն։ Պես նոր մեխանիզմով, նայ։ Էլի են պդիլել են։ Հարցը տվել է, լսի։ Որոքան անել։ Հիմա եթե ուզում ես խոսա, եթե հարցը տվել ես լսի։ Ուրեմն կառավարությունները նույնը չեն անում։ Տեսեք ինչա լուրջ փոխվում։ Այսօր եթե կառավարությունը այսօրվա սահմանության պայմաններում լավ չի աշխատում, ասենք կառավարությունը խոստացել է 7% ասենք տնտեսական աճ, բայց տարվա վերջում ինքը չի ապահովում։ Բայց նախագահը օրինակի համար ինքը այդ վարչապետին կառավարությունը տապալել է այդ ծրագիրը, ինքը չի իրականացրել։ Բայց ասում չէ թող մնա, էլի շատ, այսինքն ձախողված կառավարության ղեկավարը կարա շարունակի հիմա մնա։ Այստեղ սուբյեկտիվիզմը շատ է, նոր համակարգով, նոր սահմանադրական, դες չի կարելի, որտեղ այդ վարչապետը պիտի հաշվելու։ Ուրիշ բան, այդ արդեն լրիվ ուրիշ։ Լոզունգի ներքո մտնելու է ընտանիք։ Ինչից ելնելով մենք համարում ենք, որ հայ ընտանիքը էքսպերիմենտի տակ դնելու չի։ Երեխա ծնող հարաբերությունները կարող լինեն առանձին դեպքեր, ինչպես Տիկին Եսայանն ասում։ Այո, այսօր էլ գործում է օրենքը, որով երեխային կարելի է օտարել ծնողներից, եթե ծնողները բռնություններ են կիրառում, եթե դատարանը լսում է հարցը։ Ես ունեմ բազմաթիվ դատավոր ընկերներ, որոնք 20-30 տարի դատավորություն են անում եւ հարցրել եմ իրանց, թե քանի այդպիսի դեպք ա եղել։ Նրանց յուրաքանչյուրի իշմա 1 դեպք, 2 դեպք կամ դեպք չի եղել այդպիսի։ Հիմա, եթե չկա այսպիսի զանգվածային խախտում, ինչի պետքա սահմանադրության մեջ հանգարտ ճշգրիտ կետերով մտնի այդ այսպես կոչված անչափահասների արդարադատությունը, յուվենալ արդարադատությունը կոչվում, Եվրոպայում 2 միլիոն երեխա է օտարել արդեն ընտանիքներից։ Ինչի՞ պիտի դա գա Հայաստան։ Իրանց մոտ քանդել են իրանց հասարակական ուղղահայացը։ Մեր մոտ ընտանիքն ի՞նչ է։ Մեր մոտ ընտանիքը դա կարևորագույն ավանդական արժեքների հաղորդման դաշտն է։ Երեխայի դաստիարակության առյուծի բաժինը ընտանիքից է գալիս։ Հետո դպրոցից, հետո մանկապարտեզի ընտանիքները չի կարելի ոչ մի դեպքում դնել այդ էքսպերիմենտի տակ։ Լինի վերահսկել։ Ես ստեղից գալու եմ երկրում բալանսի, երբ եթե որը մի հարց կարելի է հայտ միավորում է Վարդան Խաչատրյան նախկինում պատգամավոր Մի հարց կարելի է։ Իհարկե կարելի է Վարչապետը նշանակով է ելնում, թե ընդրուժով։ Չէ, նշանակով է։ Դե ասակ Չէ, մի րոպե։ Նայ, վարչապետ դուրս մեսը Դուվար միջազգային կորել չէ։ ժողովրդի կողմից չէ, պարլամենտական քաղաքական են ուժերը, որոնք ձևավորեն իշխանություն, իսկ նոր սահմանադրությամբ իշխանություն մենակ կարող ձևավորել 54% կայուն մեծամասնություն ունենալու դեպքում։ Հիմա տես, այսօրվա պարլամենտում ո՞նց է։ Հանրապետականը հավաքում է 44%, ամենաշատ երկրից է, որ մի կուսակցություն հավաքել է հանրապետական անցյալ ընտրությանը, այդքան փող դնելու մարդկանց ռեսուրսը գիտեք ո՞նց է։ 44%-ից ավել չեղավ, չէ՞։ Բայց ո՞նց դառավ մենք ասում ենք 41 տեղերի մեծ մասը ինքը վերցրեց, պարլամենտում Մեծամասնությունը վերանալու է, դե շատ լավ։ Վարչապետը Վարչապետի նշանակում է, լսի։ իններ Հնու որը կնսնի։ Հələ լսի, ուրեմն ես էլ մատ բան ասեմ։ Ուրեմն ես իշխանությունները Ալերգիր մենք էլ մայրաքաղաքում չենք ապրում, ապրում եմ Համզաչինանում ունդից դուրս չեմ եկել։ Հենց հիմա եկել եմ ստեղ։ Շատ ճիշտ օրինակ է։ Այդ բազմությունը, որ ասում եք երեխաների լքված են, էս են, այդպիսի բան չկա, բայց կա մի ուրիշ Սովորել են արդեն, ամեն օր գնում են այն թեժկետը, որն է ընտանիքները տանում են։ Չի մասնա խոսքը, էլի։ Հիմա ձեր երեխան կամ այս մարդու երեխան հնարավորություն ունենա վիճարկել։ Իր հարևանը հիմա սենց է, էլի, տեսեք ինչու՞մ է։ Ես ձեզ մի բան բացատրեմ, փորձեք հիշել այս բանը։ Առաջ մեր համար հեղինակություն էին հանդիսանում մեր մեծերը։ Այսօր մեծերի լավ պետություն են, լավ ղեկավար ունեն, թողեք ապրին, վերջ։ Բայց ինչ եմ ասում։ Բավարար չեք ասում։ Բայց մեկ նորմալ երկիր։ Նորմալ երկիր է, թողեք։ Ո՞վ շիրոյ։ Մեկի Թողելու աչ։ Ղարաբաղի հարցը կարգավորեք, այդտեղ սաղով։ Այդտեղ ինչ են անում, օրականի եկուք խփնել։ Այդ արեք։ Եվ սեջայինը նստած ամեն գիրեմ հատկանում։ Սա միակ հնարավորությունն է
խաղաղ անարյուն իշխանապողություն անելու։ Նայեք աշխարհում ինչ process-ներ են մեր երկրի շուրջը։ Հիմա մենք այս երկրի ներսում սա երեք էդ էլ ախր արդյուն չտվել, լավ էդ էլ տեսա, չէ՞ պայքարի բոլոր ձևերը անցավ։ Ինչ հարց է այդ մեխանիզմը։ Երգորն են դեպքը որ էլա, ասում միակ իշխանը։ Амар պետք է գային ընդ փրտեին նոր ասեն խաղ չէ։ Դաշնակցությունը 90 թվից է ուզել որ էս իշխանաբանը պարլամենտականացնի։ Հիմիկերկը գործի լինելու է։ Դե մարդկանց անեմ։ Հրրեցին զենքերը հանրապետության նախագահն է եւ միջև 10 թվականը պիտի անում են չվիրապաշտ։ Այս համանությունը որ հիմա ընդունվեց, այն նորմերը որ ընտրությունների հետ չի կապված, սկսել են մտնել ուժի մեջ։ 17 թվականից էլ այս պարլամենտի ժամկետը որ լրանա պարլամենտը կլուծած։ Այո, եւ ոչ նախագծի հյուսիսային թևն ավարտում է ուղիղ եթերը Ծովագյուղում։ Այս գյուղը հայտնի է նաեւ գրականությունից, Մուրացանի առաքյալը հենց այստեղ է ուղևորվում։ Ուղղակի այն ժամանակ գյուղը կոչվում էր Չիբուխլու։ Մենք կհանդիպենք մոտ 2 ժամից, մնացեք մեզ հետ, հիմա կարող եք հետևել մեր հարավային թևին։